Բերձորից գնում ենք դեպի Իշխանաձոր։ Ամբողջ ճանապարհը գեղատեսիլ վայրեր են։ Հակարի գետն է ներքևում։ Ու նայում եք նրա ուրեմն ափը գեղեցիկ կանաչ։ Շատ հրաշք տեղեր են ուղղակի։ Նույնիսկ ես եմ ուզում մնամ Արտինի հետ այստեղ։ Արտինն էլ ամբողջ ճանապարհին հիացած ասում է, որ այսպիսի բնություն, այդպիսի տեղանք ինքը չի տեսել Սիրիայում։ Եվ շատ ոգևորված սպասում է, թե երբ ենք հասնելու իր բնակարանը։ Ճանապարհի կեսը մոտավորապես եկել ենք Բերձորից Իշխանաձոր, ուրեմն 67 կիլոմետր է այս ճանապարհով։ Իշխանաձոր կա ճանապարհ նաև Խնձորեսկով։ Դրա համար այս անգամ այսպես եկանք, որպեսզի Բերձորում Արտինին դիմավորեցին, ասեցին, հարցեցին ինչ է ուզում, ինչպես է ուզում, որոշեցին, թե որտեղ է բնակարան նրան տրամադրում, ինչ ծրագրով են նրան օգնելու, եւ հիմա գնում ենք նրա բնակարանը, մեկ սերիականոց բնակարան է տրամադրվել, նա կարող է այդտեղ ապրել ինչքան ուզում է, մինչև որ կսարքի իր ուրեմն առանձնատունը արդեն։ Մնացածը արդեն տեղում, եթե ճանապարհին էլի սենց գեղատեսիլ վայրեր լինի, մենք ձեզ ցուցադրենք։ Փետրվարի 3-ն է, նայեք։ Նայեք ծառերը ոնց են ծաղկել։ Արև։ Մեզ ախպեր ջան։ Էրիկ։ Էրիկ ջան, ստեղ ես ծնվել։ Հա։ Որ գյուղում։ Տեղ գյուղ։ Ծնվել եմ Գորիս, ապրել եմ 2 տարի։ Տեղ գյուղ եկել եմ ստեղ։ Հա, տեղ գյուղս ապրել եկել ես ստեղ։ Հա։ Աղա դու էլ պրեզիդենտ դառնաս, ինքանից հետ լավ է։ Դեսի։ Հա։ Ոնց է կյանքը ստեղ։ Լավ։ Լավ, հա։ Հա։ Դες սաղորը ձիես քշում, բա ուր էր գնում ձիով։ Ովերի։ Երկու ոչկային։ Հա։ Հետևից։ Իրանց հետևից էր գնում։ Բա հիմա սենց ոնց կլինի։ Ձիու ծնգար կովն էլ չբերեցինք, եթանք տուն ինչ են ասելու մեզ։ Պապան կետա։ Պապան կետ, հա հետևից։ Ահա։ Ես կո ծավը տանեմ։ Իմիք բանից գործ ես անում արդեն։ Դվրոցում ոնց ես սովորում։ Ոչ չելի։ Լավն է դվրոցը։ Ահա։ Հա։ Ախպեր ջան։ Ոնց է գոչում Ծաղկաբերդ, հա։ Ահա։ Որոշեցինք մենք Էրիկին իջացնենք տուն։ Մեր մեղքն էլ կար, նկարեցինք ձին երևի վախեցավ։ Խրտնեց։ Շատ մարդ կա ես գյուղում ապել։ Հա։ Հա։ Ահա։ Լավ է գյուղը ես։ Ահա մեծ գյուղ է։ Բնակչության տիպ գիտես կա։ Երեխեքով Ընդհանուր 240 քանի հատ։ 240։ Տունը հեռու է ստեղից Էրիկ։ Ները որ սարքում են։ Հա։ Բազմազավակներին, մեկ էլ որ գնում են անհայրը մարդիկ են լինում, որ իրաց երեխեքին, հա, որ պահում են։ Այդ կարմիր խաչը մի հատ էլ տուն է սարքել իրանց համար։ Ստե տենց 3 հատ տուն կա։ Որբերի համար։ Որ չէ էլի տետ, հա էլի որ հայրը չունեն, հայր չունեն։ Հա։ Բայց Մի ծնողից զուրկ, հա։ հա մեծ է, էլի մեծ երեխա է։ Հա, մեծ է մեծ։ Հա, նայում եմ լավ գյուղ է։ Հա։ Ինչքան երեխա կա։ Դպրոցում Հա, 42 աշակերտ։ 42 աշակերտ։ Դու որ դասան ես։ 7-րդ։ 7-րդ դասան ես։ Ինչ ես ուզում դառնաս բացի պրեզիդենտից։ Չեմ ուզում պրեզիդենտ դառնամ։ Բա ո՞նց այմա, տեղ գյուղում ես չես։ Չեմ մտածել։ Գյուղաբեդ։ Չեմ մտածել դեռ։ Մի բան ասա էլի։ Հələ չես մտածել։ Դելը շուտ է, հələ շատ ունի, 5 տարի ունի, չէ՞։ Սովորելու։ Այս կովերի մեջ չկա քո կորած կովը։ Չէ։ Իմ կորեստը չեմ տալիս։
Կոկովեր էստե չեն գալի։ Անել դպրոցը։ Այն էլ դպրոցն է, Հա։ լավ էլ դպրոցը, լավ էլ գյուղը։ Շատ հաճելի տեղ է։ Շատ։ Հասանք տունը, թե դեռ ոչ։ Այն ձիու անցած տեղով պետք է ուրեմն մոստ գցեք։ Ստեր, չէ, այն կողմն էր, հա։ Գնանք նրանք հələ ձիթ քեզից շուտ է հասել դու։ Հա։ Հա։ Մի լավ թակոց ա ուտելու էդի աչքիս։ Կասես դավաճան հայվան։ 5 տարի վերջ ասոր 5 անգամ։ Արդինը այս շենքում այսօր բնակարան կստանա։ Հասանք Իշխանաձոր։ Այս գեղեցիկ նորակառույցում այսօր Արդինը նոր իջավ, ահա։ Այստեղ ինքը այսօր տուն կստանա։ Գեղեցիկ մաքուր նորակառույց։ Սետին կիցած հրաչս է, շատ լավ կրին։ Հրաչ Զաքար, յան չունի, բաբան տրակտոր ունի, Ոգտեք չէ, որ հայերեն շուտ սովորիս թե։ ջայլ է, ով, Ինքը, սովորի էլի, սովորի չէ։ ոնց անգլերեն գիտենք, ֆրանսերեն գիտենք, ինչ գուզես խոսանք, Չէ, ուզենք հայերեն խոսի, մեր մեջը մնան է, ստիպված միտ խոսի։ Արմեն ջան, Գյուղապետն էլ եկավ։ Արմենն է մեզ բերել Իշխանաձոր, ինքը աշխատում է հետ, Վերաբնակեցման վարչությունը։ որպես Վիճակագիր տեսուչ։ Ճակագից է։ Արմենը բերեց մեզ հասցրեց Իշխանաձոր, հիմա գյուղապետի հետ մեզ գյուղապետը գա եւ Արդինին կտրամադրենք իր բնակարանը։ Մտնենք տեսնենք ինչ բնակարան։ Պարոն Թելունցը գա, Արմենը ինչ հարցով որ պետք կլինի, դիմենք էլի կօգնի։ խնդիր չկա։ Չկա չէ Արմեն։ Իհարկե չկա։ Չկա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ ենք, դուք լավ եք։ Մեր բնակի չողը։ Այդա, բարևեցի ձեզ առաջին, հա։ Ահա, ուրախ եմ, ինչ անում։ Արտին, Արթուրուն։ Արտին, Արդին էլի ունեիք սիրի հայ։ Հա։ Հա, Արդին հիշում։ Ռաչը դե, էսա կգային։ Ռաչը։ Ռաչը։ Հայերեն մի քիչ լավ չի խոսում, անում որ օգնի։ Ոչ, սորել է։ Հայերեն սորել։ Հայերեն բաներ եք սորել։ Հիմա տղա 5 տարի կրված։ Հա, всё, քինալու եք ես դու կռի։ Всё։ մասնակետացած է, այսինքն մասնակետը գրված, վերջին բادرազմին դաժան։ Էսա քինալու եք փորձեք։ Չէ, լավ է զինագործը, ասեմ քեզ։ Սնայպեր ա եղել քեզ հետո վիդեոները ցույց կտա, քանի հատ թուրքա սատկասե, քանի հատ Սատկացի ադրբեջանցի։ բաներ էլի սրա։ Շատ։ Բարև դոդե։ Դե եք տեսնամ դեր ես ուզում քեզ տակ։ Արի։ Բարը, ինչ է, տադերը։ Նայք։ Արդեն դերասես։ Նոր սարքած շենք է, բավականին նոր է։ Ուրախալի լուրեր, որ Արդինը այստեղ մենակ չի լինելու։ Մի քանի սիրացի կան, որ Արդինին կօգնեն այստեղ ադապտացվելու, այսպես ասած։ Եվ հիմա կընտրենք բնակարան մի սենյականոց, որտեղ Արդինը կտեղավորվի, եւ արդեն վաղը մյուս օրը գյուղապետը, որը մեզ շատ ջերմ ընդունեց, միանգամից զգացվեց, որ մարդը ուրախ է, որ իր գյուղը բնակիչ է գալիս, եւ գյուղապետը վաղը իրան նորից խոսանք, իմանանք, որ ծրագրին է ուզում, ըստ երևույթին մի հատ ոնց որ պարոն Դավթյանի հետ պայմանավորվեցինք կիսակառույց իր հողով գետի մոտ, որի հետո ինքը իր ձեռքով կկառուցի, ընտանիքը բերի, ստեղ էլ ընտանիք կազմի, երեխա կունենակ, եթան կապրեն, կգնան։ Էդ է, մեր նպատակը էդ է, մինչև այդ կապրի ինքը ես բնակարանում, որ իրան կտրամադրվի,
կաշխատի գյուղում ամենայն հավանականությամբ ինչ որ աշխատանք հա ինքը աշխատանք կտեղավորվի անմիջապես հայրենը սիրը հայերի օգնությամբ կսովորի իրանց օգնությունը կլինի որ քիչ խոսան հետը արաբերեն հայերեն ստիպեն ինքը խոսա հա չես արի գյուղապետ արի անունը ո՞նց է Արսեն ջան արի հա Արսենը գյուղապետն է մի անգամից երևաց որ ռուսերեն կա жизнь радости հա հա կենսուրախ մարդ է Արդին արդեն դրամատուրգությունը երևում է որ բարձր է հեսա տեսնենք իր տունը տեղավորենք վերմակ բերել ենք բարձ բերել ենք դոշակ երևի կճարենք մի հատ ճանենք տանք այսօր Աբրահամի հետ կմնա հա այսօր Աբրահամի հետ կմնա իրիկունը առավոտով կազմակերպեք սա հա մենակ մի հատ մենք կտենանք որտեղ է տեղավորվելու կնկարենք խնդիր չկա Աբրահամ տոնը մի հատ գինա տես ինչա կճարվեք մի հատ ձեր տունն նկարենք հա Հրամի ախտեր Կարակ քինակ Աբրահամից տուն նստենք մինչև էլեկտրիկը անջատում եք սովորաբար որ տան էլեկտրիկը ձեր չտան Քինակ Ես Աբրահամի Հագեմ գամ